Ողջույն սիրելի հեռուստադիտող, սիրելի հայրենակիցներ, մեկնարկում է Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը։ Ողջույն, այսօր մենք այստեղ ենք քեզ համար Հայաստան։ Այո, ես եւ Սոսը այսօր առաջին ալիքի եթերում ներկայացնելու ենք 2023-24 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամի իրականացրած եւ իրականացվող ծրագրերը, որոնք բազմաբնույթ են եւ հաջողում են հազարավոր հայերի համախմբման շնորհիվ։ Քեզ համար Հայաստան, այսպես է կոչվում այս հեռուստամարաթոնը։ Հայաստանի խնդիրները բոլորինս են։ Հետևաբար բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք Հայաստանն ավելի բարեկեցիկ երկիր դարձնելու նվիրական գործում։ Առողջապահական, կրթական, հումանիտար, սոցիալական, մշակութային ոլորտները տարբեր են, բայց առաքելությունն է նույնը՝ լինել միասնական, օգնել միմյանց եւ մեր հայրենակիցների կյանքում կատարել դրական փոփոխություններ։ Բնակարանաշինություն, ջրամատակարարում, վերականգնվող էներգիա, կրթօջախներ, ֆիզիկական եւ հոգեբանական աջակցություններ։ Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությունն ամենուր է։ Ավելի քան 30 տարվա աշխատանք, 1500-ից ավելի լայնածավալ նախագծեր Հայաստանում, 800,000-ից ավելի շահառու եւ 1.5 միլիոնից ավելի նվիրատու։ Եվ այսօր մենք ունենք հնարավորություն մասնակցելու մեր հայրենիքում ինչ-որ բան փոխելու գործին։ Սիրելի հայրենակիցներ, այսօր կրկին միավորում ենք ջանքերը, նորովի վերաշարադրելով մեր ժողովրդի համախմբվածության հերթական դրսևորումը։ Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության հիմքում դրված են համահայկական եւ համամարտկային արժեքներ՝ մարդասիրություն, հոգատարություն, գիտելիք ու փորձառություն, հայրենասիրություն։ Այն դարձել է կարևորագույն հանգույց, որը վեր է անհատներից, անձնական ու քաղաքական շահերից, միավորելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին։ Հիմնադրամի ամենամյա դրամահավաքը յուրահատուկ հնարավորություն է մեր ավանդը դնել հզոր զարգացած պայծառ ապագայով հայրենիք ու պետություն ունենալու գործում։ Հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Հայաստանի Հանրապետության համար դժվարին ժամանակներում։ Այժմ այն վերածվում է սահմանային համայնքների համար մի կարևոր ինստիտուտի, որի գործունեության արդյունքում փոխվում են անհատների, ընտանիքների եւ խոցելի համայնքների կյանքը։ Համայն հայությունը ոչ միայն դժվարությունների ու ճգնաժամերի ընթացքում հրատապ ծրագրերին պետք է ուղղի իր նվիրատությունները, այլ պետք է նպաստի կայուն զարգացմանն ու հավելյալ արժեքի ստեղծմանը։ Հիմնադրամի աշխարհասփյուռ ցանցը տարածում է Հայաստանում ապրող ընտանիքների, քաղաքների ու գյուղերի միջով, նրանց կրկին սնուցելով եւ ապրեցնելով։ Քեզ համար Հայաստան կարգախոսը մեզ հորդորում է մտածել ապագայի ու սերունդների մասին եւ յուրաքանչյուրի մասնակցությունը կենսական նշանակություն է ունենալու ռազմավարական, տնտեսական, սոցիալական, կրթական եւ մշակութային կարեւորագույն նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման համար։ Ձեր յուրաքանչյուր ներդրում, մեծ թե փոքր, ընդհանուր նպատակի իրականացման համար կարևոր մասն է մեր երազանքի պետությունը կառուցելու ճանապարհին։ Սիրելի հայրենակիցներ, մեր պատմությունը լի է հավաքական կամքի հաղթանակների օրինակներով։ Այսօր էլ հերթական անգամ նման միասնականության օրերից մեկն է, որը մեզ ուժ է տալու իրականացնել անհնարին թվացողն ու ստեղծել մի երկիր, որտեղ յուրաքանչյուրն իր թիկունքին կզգա իր պետության պատասխանատվությունը եւ ուժը։ Այս դրամահավաքը ոչ միայն աջակցություն է, այլ անմիջական մասնակցություն այն մեծ աշխատանքներին, որը հիմնադրամը նախատեսում է 2025 թվականին։ Ծրագրեր, որոնք իրականություն են դառնում ձեր հանգանակած գումարների շնորհիվ, նվիրաբերեք հիմա, որ վաղը միասին քաղենք դրա արդյունքները։ Եկեք միավորվենք եւ ցույց տանք աշխարհին, որ միասնությունը մեր ամենամեծ ուժն ու հարստությունն է։ Եկեք շարունակենք միասին կառուցել մեր համատեղ ապագան, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայության բարօրության։
Բարեգործական եւ մարդասիրական ծրագրեր իրականացնող Հայաստան համահայկական հիմնադրամի առաքելությունն է օգնել մեր հայրենակիցներին, որպեսզի բարելավվեն կյանքի պայմանները, ձևավորվի կայուն եւ ապահով կյանքով ապրող հասարակություն, որը կլինի առողջ, կրթված եւ երջանիկ։ Հայաստան համահայկական հիմնադրամն օբյեկտիվորեն գնահատելով կարիքներն ու առաջնահերթությունները շարունակում է ծրագրեր իրականացնել հայրենիքի համար առողջությունը չխնայած մարդկանց համար։ Միացեք հեռուստամարաթոնին ձեր հանգանակությունների շնորհիվ նախատեսվում է կառուցել բնակելի ավան։ Բնակելի համալիրն ապահովելու է բուժօգնություն, խնամք, կրթություն, ունենալու է հանգստյան գոտի, այգի, մանկական խաղահրապարակ, սպորտ դահլիճ, որը նախատեսված է լինելու նաև հաշմանդամություն ունեցողների մարզումների համար։ Հայաստան համահայկական հիմնադրամը նախատեսում է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հայրենիքի պաշտպանության համար վնասված կստացած հերոսները կարողանան ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով։ Հայաստան համահայկական հիմնադրամը զինվորի տան հետ համատեղ նախատեսում է Կոտայքի մարզի Բալահովիթ համայնքում 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասված, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար 8 առանձնատնից բաղկացած բնակելի ավանի եւ եռահարկ 1 խնամքի կենտրոնի կառուցում։ Կացարանը հնարավորություն կտա վիրավորում ստացած հարյուրավոր շահառուների մասնակցել կարճաժամկետ եւ միջնաժամկետ կրթական ծրագրերին, ինչպես նաեւ օգտվել տարբեր բժշկական ծառայություններից։ Միևնույն ժամանակ մի հատված կտրամադրվի այն շահառուներին, ովքեր գտնվում են անկողնային վիճակում եւ չունեն որևէ խնամող։ Բնակելի համալիրը կներառի այգի, հանգստյան գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտ դահլիճ, նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր շահառուների համար, ինչպես նաև բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղավարությունը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ, նպաստելով նրանց սոցիալական վերաինտեգրմանը։ Այս դժվարին օրերին Արցախահայությանը առաջնային եւ հրատապ օգնություն հասցնելու, ինչպես նաեւ հիմնադրամի գործունեության եւ առաջնահերթությունների մասին կզրուցենք Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Կարշամյանի հետ։ Բարև ձեզ։ Այս տարի հիմնադրամն ունի քեզ համար Հայաստան խորագիրը եւ խոսենք այն մասին, թե ինչ նպատակ ունի։ Նախ առաջին հերթին ցանկանում ենք, որպեսզի մի քիչ տրամաբանությունը փոխենք մեր դրամահավաքի, այն է բացի, այսինքն կոչերից, նամակներից, էմոցիոնալ նաև խոսակցություններից մի քիչ ավելի մարդկանց հասկացնենք մեր հայրենակիցներին, որ հիմա անհրաժեշտ է փոխել հիմնադրամի դրամահավաքի եւ նաև ծրագրերի տրամաբանությունը եւ անցնել ավելի շատ զարգացման եւ հավելյալ արժեք ստեղծող ծրագրերի։ Քանի որ հիմնադրամը ի վերուստ 92 թվականի իր հիմնադրման օրվանից հենց նպատակ ուներ կանխել ճգնաժամեր, սակայն այդ ժամանակները արդեն աստիճանաբար մնում են անցյալում եւ դրա համար մենք փորձում ենք, այսպես ասած, Հայաստանի զարգացմանը զուգընթաց իրականացնել այդ տրամաբանության համընկնող ծրագրեր։ Եկեք այդ ծրագրերի մասին խոսենք, որովհետև դրանք գրեթե բոլոր ոլորտներին են անդրադառնում, իհարկե խոշոր ծրագրերը թողնելով վերջում։ Իրականում մեզ հաճախ ասում են, ինչու մի շատ մեծ ծրագիր չեք անում եւ անում եք բազմաթիվ մանր կամ միջին կամ խոշոր ծրագրեր, բայց լավ կլինի, որ հիմնադրամը ստանձնի մեկ, այսպես ասած, համահայկական մեծ ծրագիր, խոշոր ծրագիր, նաեւ դրամական առումով խոշոր ծրագիր, արժեքի առումով եւ այդպես առաջ գնանք, բայց իրականում մեր բոլոր հետազոտությունները եւ նաեւ մեր փորձը եւ նաեւ մեր կենսափորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հասնել այնպիսի ոլորտների, որտեղ հնարավոր է մարդկանց կյանքում տարբեր փոփոխություններ բերել։ Եթե խոսում ենք ջրամատակարարման մասին, ոչ միայն ջրի ցանց կառուցենք, այլ այնպիսի ցանց կառուցենք, որը ռոռոկման ցանցի մասին ենք խոսում, որը հնարավորություն կտա այնպիսի օպտիմալ լուծումներ տալ, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր ապրում են սահմանային համայնքներում եւ հող են մշակում, ավելի ինտենսիվ մշակության գնան, կամ եթե խոսում ենք մշակութային ծրագրերի մասին, խոսքը չի գնում միայն զուտ ենթանք թե ինչ-որ մի մշակութային միջոցառում ֆինանսավորելը, այլ փորձում ենք հատկապես դրա մեջ ներառել պատանիներին, դեռատիներին, երիտասարդներին, որոնք ավելի մոտիկ կանգնեն մշակույթին եւ նաեւ ստեղծարարությանը, ինչը մենք շատ կարեւորում ենք։
Հասկացանք, որ տրամաբանությունը փորձել ենք տանել դեպի զարգացումը, բայց փորձենք նաև հասկանալ, արդյոք ունի հիմնադրամը նախընտրած այսպես հատուկ ուղղություններ եւ ինչ արդյունքներ կան այդ առումով։ Այո, հիմնադրամը հենց հիմա իր կայքում ստեղծել է հատուկ դրամահավաքային, այսպես ասած, մի պլատֆորմ, մի հարթակ, որը հնարավորություն կտա, այնտեղ դրել ենք մեր 14 ծրագիր ենք դրել, որոնք նախանշված են 25 թվականի համար։ Այդ ծրագրերը մեծ են, փոքր են, միջին են եւ որպեսզի մեր նվիրատուները կամ ընդհանրապես հիմնադրամի աշխատանքներով հետաքրքրված ամեն հայությունը, եթե այցելի այդ հարթակ կտեսնի, որ այնտեղ ունենք կոնկրետ շատ կոնկրետ ծրագրեր, որոնք ունեն իրենց կոնկրետ արժեքները, կոնկրետ ժամանակահատվածը եւ ամեն մեկը իր սրտին մոտ կամ ճաշակին մոտ ծրագրին կարող է նվիրատվություն անել։ Այսինքն ոչ թե ասում ենք եկեք ուղղակի գումար տվեք հիմնադրամին, որը կորոշի թե օրինակ կանաչ էներգիային կգնա այդ գումարը, նաև մշակույթին կգնա կամ արցախցիներին նվիրված տարբեր ծրագրերին կգնա, այդպես ընդհանուր խոսքեր չենք ասում։ Այլ ասում ենք, որ մենք ունենք շատ կոնկրետ 14 ծրագիր եւ այդ ծրագրերը ձեր գումարների հանգանակությունների շնորհիվ մենք պատրաստ ենք իրականացնել եւ նաեւ այդ առումով մենք մեր նաեւ հաշվետվողականությունն ենք բարձրացնում ու թափանցիկությունն ենք բարձրացնում, որտեղ երբ որ մարդը մեկ կոնկրետ ծրագրի գումար է տալիս, ինքը հետո իր համար հեշտ է հետևել, թե կոնկրետ տված 1 դրամը, չգիտեմ, կամ $1000 ուր է գնացել այդ ծրագրի որ կոմպոնենտին նույնիսկ գնացել, որ մասին է գնացել եւ դրանով նաեւ կբարձրացնենք, ել ավելի կբարձրացնենք վստահությունը հիմնադրամի քաղաքականության, հիմնադրամի գործունեության նկատմամբ։ Այնուամենայնիվ այս տարվա հեռուստամարաթոնը առաջնահերթություն է տալիս 2 խոշոր ծրագրերին, խոսենք նաեւ նրանց մասին։ Բավական երկար ժամանակ մշակել ենք 2 հրաշալի ծրագիր։ Այդ ծրագրերից մեկը նվիրված է 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած մեր զինծառայողներին։ Ծրագիր իրականացնում ենք զինվորի տանը համատեղ, վստահ եմ մեր հայրենակիցների շատ մեծ մասը լսել է առնվազն զինվորի տան գործունեության մասին, որոնց հետ իմիջիալոց 44 օրյա պատերազմից հետո իրականացրել ենք ամբողջ պրոթեզարման գործընթացը։ Զինվորի տունը հող է ստացել պետությունից Բալահովիտ համայնքում եւ հիմնադրամը հիմա հանգանակություններ է անում հենց այդ ուղղությամբ, որպեսզի այնտեղ կառուցվի 8 բնակելի տուն հենց հենաշարժողական խնդիրներ ստացած այն զինծառայողների համար եւ իրենց ընտանիքների համար, ովքեր չունեն բնակարան կամ տուն։ Եվ խնամքի կենտրոն։ Այո, եւ ինքը համալիր է, այսինքն ավան է 8 առանձնատներ եւ մի ամբողջ խնամքի կենտրոն, բայց ինքը միայն խնամքի կենտրոն չի լինելու։ Խոսքը գնում է առողջապահական կենտրոնի մասին, այնտեղ լինելու է մարզական կենտրոն, այնտեղ լինելու է տարբեր վերապատրաստումների կենտրոն, ինքը այսպես ասած մեծ համալիր է դառնալու, որը նաև հնարավորություն կտա ոչ միայն պատերազմին մասնակից մեր զինծառայողների համար այսպես ասած ժամանցի առողջական խնդիրները լուծելու կամ վերապատրաստումներ անցնելու տեղ, այլև նպատակ ունենք այնտեղ նաև հրավիրել արցախցիներին, մեր հայրենակիցներին, ովքեր կգան եւ այնտեղ իրենց նոր մասնագիտություններ կստանան։ Այսինքն ուզում ենք, որպեսզի մի խոշոր հիմնական տեղ լինի, որտեղ իրենք կստանան նոր մասնագիտություններ եւ դա հնարավորություն կտա իրենց հոգալ թե իրենց եւ թե իրենց ընտանիքի կեցությունը եւ ծախսերը։ Իր կարեւորությունը նաեւ նրանում է, որ հիմնադրամը ինքը չի պատրաստում այդ կենտրոնը շահագործել, մենք այն կհանձնենք արդեն փորձառություն ունեցող, երկար տարիների փորձ ունեցող զինվորի տանը, որոնք էլ կհոգան, այսինքն այս կառավարումը ամբողջ այդ ավանիկ իրականացնեն։ Եվ կարծում եմ սրանով ոչ միայն մենք ուղակի այսպես ասած կտուր կամ տուն կտանք մեր զինծառայողներին, այլև իրենց համար իրենց կյանքը հարությունաշրջանով կշրջենք դեպի ավելի դրական փոփոխություններ, նաև մտածում ենք, որ նոր ինովացիոն լուծումներ պետք է լինեն նաև իրենց թե բուժման եւ թե վերապատրաստման գործում։ Հաջորդ խոշոր ծրագիրը դա Գյումրիում Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի եւ բնակելի ավանի ստեղծումն է։ Խոսքը գնում է նրա մասին, որ Մուշ 2 թաղամասում հիմնադրամը վերջին մի քանի տարվա ընթացքում կառուցել է 4 մեծ բնակելի
շենքեր եւ մանկապարտեզ, որտեղ բնակարաններ են ստացել 1988 թվականի երկրաշարժից հետո տուժած իրենց բնակարանները կորցրած, տները կորցրած մեր հայրենակիցները, խոսքը գնում է 86 ընտանիքների մասին, իսկ մանկապարտեզը բավական գեղեցիկ նորարարական լուծումներով հրաշալի մանկապարտեզ է, որը սպասարկում է ոչ միայն այդ շենքի բնակիչների երեխաներին, այլև ամբողջ Մուշ թաղամասի երեխաներին։ Հիմա մտածում ենք, այսինքն արդեն նախագիծը ավարտում ենք, որ որպես շարունակություն այնտեղ կկառուցենք 7 բնակելի տուն, որտեղ կբնակվեն 14 արցախցի գորգագործներ եւ նաեւ կողքը կառուցվի էլի կենտրոն գորգագործության, որը այսպես ասած մի համալիր կլինի, առաջի հարգում կլինի կաֆե կամ ռեստորան, որը կսպասարկի այդ գորգագործների գործած արցախյան գորգերի վաճառքին նաեւ, ինչպես նաեւ կգրավի Գյումրի այցելող տուրիստներին, որոնք այցելեն նաև թե բնակիչներին, գորգագործներին, թե կբարձրանան երկրորդ հարկ, որտեղ արտադրամասն է լինելու Արցախի գորգի, երրորդ հարկում, վերևի հարկում լինելու է ցուցասրահ։ Եվ նպատակն է ոչ միայն էլի տուն տալ արցախցի գորգագործներին, ուղղակի կամ ապահովել գործով, այլ նպատակն է, որպեսզի պահպանել մեր շատ կարևոր այն մշակութային ժառանգություններից մեկը, Արցախի հենց հիմնական գորգագործությունը, որտեղ ընդհանրապես գորգագործությունը հայ իրականության մեջ պատմականորեն նաև ինքը գործիք է եղել կամ ճանապարհ է եղել աշխարհի հետ վերաբերվելու, ոչ միայն համայնական կյանքը կազմակերպելու կոնկրետ մեկ արհեստի շուրջ, այլև հարևանների հետ նաև դրանով ենք հարաբերվել եւ նաև մեզ ճանաչում են որպես գորգագործ ազգ։ Իսկ Արցախի գորգը շատ ուրույն մի տարբերություններ ունի ընդհանրապես հայկական գորգի մեջ, այսինքն մի ուրույն տեղ ունի եւ կարծում ենք մենք դրանով ոչ միայն կվերապրեցնենք այդ մշակույթը գորգագործության, այլև հնարավորություն կտանք այդ գորգերը վաճառելով այդ 14 ընտանիքներին ուղղակի լավ ապրելու, ոչ միայն ընդհանրապես ապրելու, այլ լավ ապրելու։ Եվ հիմնադրամը պատրաստ է ցանցի միջոցով, միջազգային ցանցի միջոցով կազմակերպել այդ գորգերի վաճառքը, մարքեթինգը եւ կարծում եմ, եթե ծրագիրը հաջողվի եւ ավելի լուրջ գումարներ սկսել գալ այդ գորգերի վաճառքից, մենք կարող ենք այդ ավանը ընդլայնել եւ այլ արհեստներ օրինակ ավելացնել այնտեղ, որտեղ այդ հնարավորություն կա եւ այնտեղ էլի տարածքներ կան, հողեր կան Եվ կարծում եմ, որ սրանով մենք Գյումրիի, այսպես ասած, խայտաբղետ եւ գունավոր կյանքին կավելացնենք եւս մի հրաշալի շերտ։ Շնորհակալություն շատ պարոն Արշամյան եւ մենք այսօրվա ընթացքում հնարավորություն կունենանք մասնագետների հետ, ինչպես նաեւ շահառուների հետ մանրամասն զրուցել ամենի մասին եւ ձեր խոսքը, որը կուղեք մեր հայրենակիցներին ու հեռուստադիտողներին հեռուստամարաթոնի շրջանակներում։ Նախ եւ առաջ դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր ապրում են Հայաստանում եւ Սփյուռքում, հենց այսօրվանից սկսեք նվիրաբերություններ կատարել այսօր, վաղը, մյուս օրը, մինչեւ նոր տարի քանի որ այդ գումարներով հնարավորություն կունենանք փոխել սահմանային համայնքներում հատկապես ամուր կանգնած մեր հայրենակիցների կյանքը եւ իմացեք, որ այդ գումարները այդ գումարների ամեն դրամը, ամեն, չգիտեմ, կոպեկ, ամեն ռուբլին կամ դոլարը հաշվետու է լինելու ու դրանով դուք կյանք, չգիտեմ, կտուր, մշակութային ստեղծարարություն, առողջություն, ջուր կամ լույս կպարգևեք սահմանային համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Շնորհակալություն, իսկ մենք շարունակում ենք։ Ամենասկզբից ոչ մի բան չէի կարող անել, այդ ամեն ինչ բուժքույրները, կինեզիստները ամեն ինչ օգնում էին, թե սայլակ նստելը, թե սայլակից տեղափոխվել կառավատին, ամեն ինչ օգնում էին կինեզիստները։ Ծնվել մեծացել եմ Վանաձորում ու այնտեղ մեր տունը նախ եւ առաջ շատ անհարմար էր, աստիճաններ կար բավականին ու այդ աստիճանները մի փոքր անհարմար էին։ Սարքել թեկուս թեքարդակ
որ կարող է նայ օգտվեի, ու այդ իսկ պատճառով տեղափոխվեցինք Երևան։ Էրիկը 44-օրյա պատերազմի մասնակից է։ 1 տարվա ծառայող էր, երբ սկսում է պատերազմը։ Ծառայում էր Գորիսում։ Մարտական գործողությունների մասնակցել է ջրականում։ Վիրավորվել է հոկտեմբերի 16-ին, ստացել ողնուղեղային վնասվածք։ Առաջին օգնությունը խնձորեսկում ստանալուց հետո Էրիկին տեղափոխել են Երևան։ Լուսկաբանական հիվանդանոցում արվել է 2 հատ վիրահատություն ողնաշարի հետ, ու այդ վիրահատություններից հետո տեղափոխվել եմ արդեն զինվորի տուն վերականգնողական կենտրոն, որտեղ այնտեղ արդեն վերականգնողական բուժումն եմ սկսել։ Մինչ զորակոչվելը Էրիկը մեքենաներ էր վերանորոգում։ Որոշել էր բանակից հետո էլ շարունակել այդ գործը։ Ցավոք, ձեռք բերած հաշմանդամությունն այլևս անհամատեղելի էր այդ աշխատանքի հետ։ Որոշեցի նոր մասնագիտություն ձեռք բերեմ, սովորեմ, տարբեր մասնագիտություններ եմ սովորել, ու ոնց որ ինձ չէի կարողանում գտնել այդ ամեն ինչի մեջ։ Վերջում հիմա գրաֆիկ դիզայն եմ սովորել ու այդ ոլորտում փորձում եմ արդեն մասնագիտանալ, ամեն ինչ չի, ինչ հարմար է մեզ։ Օրինակ թե ինչ տուն տեսնում ես, ինչ ու անհարմար է, թեկուզ հենց դռները նեղ, ինչ որ ու անհարմար չես կարողանում օգտվել։ Հայաստան համահայկական հիմնադրամի հերթական ծրագիրը զինվորի տան հետ է։ Կոտայքի մարզի Բալահովիկ գյուղում կկառուցվի բնակելի ավան հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այդ նախաձեռնությունը, այդ տան հետ կապված, այդ ամենահարմար տարբերակն է, որ մեզ ամեն ինչով, ամեն ինչ մուտքից ելք, թե տան մեջ տեղաշարժը, ամեն ինչը մեզ հարմար կլինի։ Զինվորական ավանի ստեղծումը ինչպես Էրիկի, այնպես էլ բազմաթիվ տղաների համար անհրաժեշտություն է։ Այն կբարձրացնի վիրավոր զինվորների կյանքի որակը եւ կնպաստի սոցիալական վերաինտեգրմանը։ Առաջ ասված, երբ որ վերականգնվեմ, լավ լինի, ու այդ արդեն այդ պլանները երևի նոր կսկսվի էլի։ Հիմա առաջնայինը դա տունն է, տուն, ու արդեն այդ տունը որ լինի, արդեն ինձ թվում է մյուս այդ հարցերը կգան։ Հայաստան համահայկական հիմնադրամը զինվորի տան հետ համատեղ նախատեսում է Կոտայքի մարզի Բալահովիթ համայնքում կառուցել 8 առանձնատնից բաղկացած բնակելի ավան եւ երկհարկանի 1 խնամքի կենտրոն։ Վիրավորում ստացած հարյուրավոր շահառուներ կկարողանան օգտվել տարբեր բժշկական ծառայություններից, ինչպես նաև կմասնակցեն կարճաժամկետ եւ միջնաժամկետ կրթական ծրագրերին։ Մեկ հատված էլ կտրամադրվի անկողնային վիճակում գտնվող եւ խնամող չունեցող շահառուներին։ Բնակելի համալիրը կունենա այգի, հանգստյան գոտի, մանկական խաղահրապարակ եւ մարզադահլիճ։
համար, Հայաստան։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին կզրուցենք 44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Վարդանյանի եւ ծառայության ընթացքում վնասվածք ստացած Դավիթ Սարգսյանի հետ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Որքանով հարմարավետ պայմաններ եւ միջավայր կստեղծվի ձեզ համար նոր կառուցվող բնակելի ավանում եւ որոնք են ձեզ համար առաջնային խնդիրները։ Առաջնային խնդիրը նկարանում է նրանում, որ զինվորը, զինվորականը, սպան ծառայելով սահմանագծում պաշտպանում է իր տունը։ Մենք չենք ունեցել այդ մեր սեփական տունը, անձամբ ես չեմ ունեցել իմ տունը, բայց պաշտպանել եմ այն։ Այդ տուն ասվածը ինքը ավելի մեծ հասկացողություն է, հայրենիքն ենք պաշտպանել, բայց եթե ավելի նեղ հասկացողությունով ենք նայում, այդ տունը բնականը ես չեմ ունեցել, բայց պաշտպանել եմ այդ։ Ծրագրով, որը կազմակերպվում է համահայկական հիմնադրամի կողմից, մենք ունենանք մեր սեփական տները ու իրանք ամբողջովին հարմարեցված կլինեն մեզ հնարշարժողական խնդիրներ ունեցող անձանց ու բնակարանները իրանք լինելու են բոլոր չափանիշներին համապատասխան ու ամբողջովին մեզ հարմարեցված ու դրանով մեր կյանքի որակը, մեր ապրելու միջավայրը ամբողջովին հարմար կլինի մեզ։ Շնորհակալություն։ Դավիթ, ասացեք խնդրեմ, որքանով այն ձեզ հնարավորություն կտա ակտիվ կենսակերպ վարելու եւ որն են պակասները, որ այս ծրագրի միջոցով կլրացվի։ Շարունակեմ Վարդանի միտքը տների հետ կապված հարմարավետության հետ առաջնահերթ, որ նորակառույց տները, որոնք որ լինելու են, ամբողջովին հարմարեցված են լինելու եւ ամբողջովին համապատասխանելու են ստանդարտներին, սակայն բացի այդ տներից նաեւ այնտեղ լինելու է ծրագրի իմաստն է նաեւ շնորհիվ համահայկական հիմնադրամի եւ շնորհիվ զինվորի տան, որ այնտեղ լինելու է մի համալիր, որը իրենից ենթադրելու է ոչ միայն բնակեցվածության հարմարավետություն, այլ նաեւ վերամասնագիտավորման հնարավորություն, այլ նաեւ կյանքին լիարժեք վերադառնալու հնարավորություն, ինչը շատ կարևոր է ռեհաբիլիտացիայի հարցում, որովհետեւ իրականում եթե մենք նայում ենք թե ինչ է ռեհաբիլիտացիան, ապա դա մարդու հասարակությանը ինտեգրվելն է։ Այսինքն եթե մարդ հասարակությանը ինտեգրված չէ, բայց առողջ է, չեմ կարծում, որ այդ մարդը իրեն լիարժեք է զգում։ Ու ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ առասարակ մարդկանց բaragայում եմ դա ասում, իսկ հաշմանդամություն ունեցող անձնավորության բaragայում դա այդ մի քիչ ավելի սուր է զգացվում մեր երկրում ու շատ հրաշալի կլինի, որ լինի այդպիսի ավան, որը ինքը ամբողջովին տոտալ հարմարեցված կլինի, որը կունենա նաև առանձին համալիր, ոչ միայն որպես տուն, այլ նաև որպես վերամասնագիտավորման հնարավորություն, չգիտեմ, վերապատրաստման հնարավորություն։ Վստահ եմ, որ դա ավելի լավ, ավելի բարելավված կյանքի հնարավորություն կտա շատ հաշմանդամների։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, իմ զրուցակիցն է Հայաստան համահայկական հիմնադրամի արտաքին կապերի եւ ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Զարուհի Ազնաուրյանը։ Տիկին Ազնաուրյան, ողջույն։ Ողջույն։ Գիտեմ, որ 2024 թվականին Հայաստան համահայկական հիմնադրամի մի շարք ծրագրեր ուղղված են եղել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների մեղմացմանը։ Ասացեք խնդրեմ, որոնք են եղել առաջնային կարիքները եւ ինչ աջակցություն է ցուցաբերել հիմնադրամը։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, Հայաստան համահայկական հիմնադրամը արցախցիների բռնի տեղահանման առաջին իսկ օրերից իր աշխարհասփյուր գործընկերների եւ աջակիցների շնորհիվ կարողացավ հավաքագրել գումարներ եւ աջակցություն տրամադրել։ Առաջին օրերին հենց տեղահանման Կորնիզոր եւ տեղ համայնքներում մեր Ֆրանսիայի տեղական մարմնի միջոցներով դիմավորում էին մեր հայրենակիցներին, տրամադրում սնունդ եւ վառելիքի կտրոններ, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց ճանապարհը։ Այնուհետև մեր Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Տորոնտոյի եւ Ամերիկայի տեղական մարմինների միջոցներով, ինչպես նաեւ հենց Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված գումարներով, մենք կարողացանք մի քանի փուլով առաջնային հրատապ աջակցություն տրամադրել եւ դրանք իրականացվեցին հենց կարիքների գնահատման առաջնային եւ արագ միջոցներով,
տրամադրվեցին առաջին փուլով սնունդ, հիգիենայի պարագաներ, ապա տրամադրվեցին անկողնային պարագաներ, ծալովի մահճակալներ, տաքացուցիչներ յուղային եւ այս ամենը արվում էր մեր հասարակական կազմակերպությունների միջոցով, մարզերում գործող, որոնց հետ հիմնադրամը նաեւ գործել էր եւ համագործակցություններ ունեցել պատերազմի օրոք եւ բաշխում էինք մենք հասարակական կազմակերպություններին այս աջակցությունը նրանք արդեն իրենց ցուցակներով եւ իրենց համայնքներում տեղակայված արցախցիներին կարողանում էին հասցնել այս օգնությունը։ Երբ հրատապ աջակցության այս փուլը ավարտվեց եւ այլևս հրատապ աջակցության կարիքը այդքան մեծ չէր, հիմնադրամը արդեն լծվեց ավելի միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, որոնց շարքում մեծ տեղ ունեին եւ կանանց բիզնես կարողությունների զարգացման ծրագրերը, այսինքն մենք ուսուցանում էինք կանանց իրենց նախընտրած մասնագիտությունը, որով նրանք հետո նաև կարող էին արդեն աշխատանք ունենալ եւ բացի նրանից, որ ուսուցում էին ստանում, նաև ստանում էին համապատասխան սարքավորումներ, պարագաներ, որոնցով կարող են հետագայում աշխատել եւ արդեն 3 փուլ այդ ծրագիրը իրականացրել ենք եւ մեծ հաջողություն եւ արդյունքներ ունենք։ Մյուս տիպի ծրագրերը դրանք մշակութային ծրագրերն էին, փորձելով պահպանել Արցախի մշակույթը Հայաստանում, Արցախի պարիպետական համույթի 1 տարվա գործունեությունն ենք կարողացել ապահովել եւ նաեւ սոցիալ-հոգեբանական ծրագրեր ենք իրականացրել World Vision Հայաստան կազմակերպության հետ համատեղ երեխաների եւ ընտանիքներին տրամադրվել են սոցիալ-հոգեբանական աջակցություն 1 տարվա ընթացքում ծրագիր է իրականացվել, որը եւս բավական մեծ արդյունք եւ ազդեցություն ուներ։ Այսինքն այսպիսի համալիր ծրագրերով հիմնադրամը փորձել է եւ առաջին պահին, այսինքն հրատապ այդ աջակցությունը հասցնել մեր հայրենակիցներին եւ հետո արդեն ավելի երկար եւ միջնաժամկետ ծրագրեր իրականացնել, որով ավելի կայունություն եւ հայրենիքում ամրապնդվելու հնարավորություն կտրամադրվի։ Բացի դրանից մենք ունենք ծրագրեր, որոնք ուղղված են հենց բնակարանաշինությանը, 3 ծրագիր կա Արցախահայության համար բնակարաններ է կառուցում հիմնադրամը եւ դրանով եւս հայրենիքում ամրապնդվելու հնարավորություն ենք տալիս։ Շնորհակալություն հարցազրույցի համար, իսկ հիմա կխնդրեմ ուշադրությունը սևեռենք էկրանին։ Հայաստան համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում հիմնադրամի կողմից կառուցված 4 բազմաբնակարան շենքերով ու 1 մանկապարտեզով 1988 թվականի երկաշարժից տուժած 86 գյումրեցի ընտանիքների համար կառուցված թաղամասը ընդլայնել ու կառուցել 7 եռահարկ շենք արցախցի 14 գորգագործ ընտանիքների համար։ Իսկ դրանցից 1 եռահարկ կենտրոն գորգագործության արհեստանոց արտադրամասով, ցուցասրահով ու սրճարանով, որը կծառայի ձեռակերտ արցախյան գորգերի ցուցադրմանն ու վաճառքին։ Բնակելի Ավան արհեստանոցը կդառնա Գյումրիի զբոսաշրջության նոր ու կարևոր վայրերից մեկը։ Արհեստների այս ավանը հնարավորություն կտա 14 արցախցի գորգագործ ընտանիքների ապահովել բնակարանով, աշխատանքով ու կայուն եկամտով։ Հիմնադրամն ու իր ցանցը կաջակցեն կենտրոնի մարքեթինգին ու արտադրանքի վաճառքին։